Մենք սկսել ենք գործընթացներ, որոնք ուղղված են Գյումրի ախուրիկ եւ երազ հատվածներում երկաթուղու վերականգնմանը եւ իրականացնելու ենք այդ աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Փաշինյանը։ Նա նշել է, որ աշխատանքային քննարկումները շարունակվելու են, այդ թվում Ռուսաստանի գործընկերների հետ, եւ Հայաստանի դիրքորոշումները այս հարցում չեն փոխվել ու չեն փոխվելու։ Դրանք չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով։ Մենք չենք կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես այդ թվում մեր անգործության հետևանքով միջազգային երկաթուղիները կարող են մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով շրջանցել Հայաստանը։ Չի կարող նման բան լինել, ասել է նա։ Վարչապետի խոսքով երկաթուղին Հայաստանի սեփականությունն է եւ պետք է կառավարվի Հայաստանի կողմից։ Մանրամասները չեմ կարող ասել, դրանք աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է լուծվեն, հավելել է Փաշինյանը։ Կառավարությունը որոշել է հուլիս ամսվա համար մոտ 4,1 միլիարդ դրամ աջակցություն տրամադրել Հայաստանից թարմ պտուղների, շշալցված գինու, կոնյակի եւ հանքային ջրի արտահանման համար։ Նախատեսվում է նաեւ արտահանման զգալի ծավալ, ներառյալ պտուղ, գինի, կոնյակ, չորմիրգ եւ ձուկ։ Պաշտոնական գնահատմամբ արտահանման հարցը քաղաքական մակարդակում լուծված է, իսկ հիմնական աշխատանքը պետք է իրականացվի գործնական փուլում։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է падգամավորական մանդատից եւ 9-րդ գումարման խորհրդարան չի գնա։ Նա շրջել է խորհրդարանի աշխատասենյակներում, հրաժեշտ տվել աշխատակազմին։ Լրագրողների ճեպազրույցում Սիմոնյանը ասել է, թե կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ազգային ժողովի նախագահ, միաժամանակ նեղսրտած չէ վարչության եւ կուսակցության որոշումից։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի եւ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ որ փուլում, ինչ որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես падգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Եթե ձեր տան բակում կամ հողամասում ոչ մետաղական օգտակար հանածո եք հայտնաբերել, կարող եք արդյունահանել, բայց բացառապես շահույթ չհետապնդելու նպատակով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պահպանում է այս կարգավորումը, բայց քաղաքացիներին մեկ այլ հնարավորություն էլ է ընձեռում։ Այսուհետ շահույթ ստանալու նպատակով եւս կարող եք ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում իրականացնել, բայց օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով։ Նախագծով կարգավորում ենք նաև շահույթ ստանալու նպատակով օգտակար հանածոյի արդյունահանում ենք նախատեսում նաև բազում բնակարան շենքի եւ հասարակական շինությունների կառուցման դեպքում նախագծային փաստաթղթերով նշված խորությամբ Գյուղերում կամ համայնքներում մարդիկ երբեմն ավանդաբար զբաղվում են փոքրածավալ արդյունահանման աշխատանքներով։ Օրինակ, սեփական կարիքների, մշակութային կամ սոցիալական հարցերի համար մի քիչ քար, կավ կամ ավազ են հանում։ Սա մեծ բիզնես նպատակներով արվող արդյունաբերություն չէ։ Խնդիրն այն է, որ այսօրվա օրենքներով այդ փոքր գործի համար ընդերքօգտագործման պաշտոնական լիցենզիա ձեռք բերելը, փաստաթղթեր պատրաստելն ու հարկեր վճարելը բավականին թանկ է։ Այսինքն թույլտվություն ստանալու ֆինանսական բեռը շատ ավելի մեծ է, քան այն տնտեսական արժեքը, որը համայնքը ստանում է այդ փոքր արտադրությունից։ Միաժամանակ նաև կարգավորում ենք այս նախագծով բազմաբնակարան շենքի եւ հասարակական շինությունների կառուցման շրջանակներում առաջացող հանույթի այդ փոսորակներից առաջացող հանույթի օգտագործման հարցը հնարավորություն տալու, որպեսզի կառուցապատողները այն իրացնեն օրենքով սահմանված կարգով իրենց նախընտրած ձևով։ Հայաստանում անասնաբուծության ոլորտը թվայնացվում ու կանոնակարգվում է, այլ կերպ ասած, պետությունը ցանկանում է հստակեցնել խաղի կանոնները եւ ճշգրիտ հաշվառել երկրում առկա բարձրորակ տոհմային կենդանիներին ու դրանցով զբաղվող տնտեսությունները։ Ըստ այդմ կստեղծվի տոհմային կենդանիների հատուկ պետական ռեեստր։ Բոլոր տոհմային կենդանիները պաշտոնապես կգրանցվեն, ինչը թույլ կտա հստակ իմանալ, քանի գլուխ բարձրարժեք կենդանի ունենք երկրում։ Օրենքով հստակ կսահմանվի, թե որն է տոհմային տնտեսությունը։ Այսուհետ նման ֆերմաներին կտրվեն հատուկ վկայականներ, բայց դրա համար նրանք պետք է բավարարեն պետության սահմանած որոշակի պահանջներին։ Ֆերմերների եւ պետության քայլերը կդառնան կանխատեսելի։ Օրենքով հստակ կսահմանվի, թե ով ինչի համար է պատասխանատու։
Նախագծում 7-րդ հոդվածում նշվում է, որ տոհմային կենդանիները ենթակա են գնահատման ըստ սերնդի, տոհմանյութի, մթերատվության, սակայն կառավարության լիազորություններում եւ լիազոր մարմնի, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության լիազորություններում սահմանված չէր համապատասխան կարգի հաստատումը, հետեւաբար լիազոր մարմնի էկոնոմիկայի նախարարության լիազորություններում սահմանվել է վերոնշյալ կարգի հաստատումը։ Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այս փոփոխությունների շնորհիվ էկոնոմիկայի նախարարությունը կունենա իրական ու ճշգրիտ տվյալներ։ Դա թույլ կտա ոչ թե օդից որոշումներ կայացնել, այլ մշակել հենց փաստերի ու ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված պետական աջակցության ծրագրեր, ինչը կօգնի զարգացնել անասնապահության ոլորտը։ Ամառային արձակուրդները դպրոցականների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման հնարավորություն կարող են դառնալ։ Արձակուրդային ժամանակահատվածը հանգստանալու, ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորվող հոգնածությունից ազատվելու, ուժերը վերականգնելու եւ ընտանիքի անդամների ու ընկերների հետ ավելի լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ընձեռում։ Միևնույն ժամանակ ամառը նաեւ ինքնազարգացման եւ նոր փորձառություններ ձեռք բերելու լավագույն ժամանակ է դիտարկվում։ ԿԳՄՍ նախարարն օրինակ երեխաներին առաջարկել էր գրքեր կարդալ, այցելել պատմամշակութային վայրեր, զբաղվել կամավորությամբ։ Չնայած հիմա հետաքրքրություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում։ Դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում նաև ամառային խմբակների դերակատարության վրա, սակայն այստեղ նրանց գնահատման արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն։ Ամառային ամիսներին գործող կրթական եւ զարգացնող խմբակների նկատմամբ հետաքրքրությունն այդքան էլ բարձր չէ, եւ այս ուղղությամբ անհրաժեշտ են ավելի համակարգված ծրագրեր, նշում են մասնագետները։ Խմբակներում այդտենց երեխաների հետաքրքրությունը շատ մեծ չի, բարձր չի։ Խնդիրը նա է, որ երեխաները 21-րդ դարի հայ երեխային դա այդքան չի հետաքրքրում։ Իսկ ամառային խմբակների հետ կապված համակարգված որևէ ծրագիր գոյություն չունի, որ պարտադրված կլինի կամ թեկուզ ծրագրեր լինեն, որ երեխաները ցանկանան, այն ծրագրերի շատ լինեն, որ երեխան որոշի, նման համակարգված ծրագրեր չկան։ Մասնագետներն ընդգծում են, որ անգամ դպրոցներում գործող խմբակները միշտ չէ, որ ապահովում են բարձր մասնակցություն։ Նրանց դիտարկմամբ երեխաների ազատ ժամանակի զգալի մասն այսօր անցնում է բջջային հեռախոսների կամ այլ կերպ ասած գադջետների առջև, մինչդեռ ծնողների ներգրավվածությունը լրացուցիչ կրթության եւ ժամանցի կազմակերպման հարցում հաճախ բավարար չէ։ Պրակտիկ իրականության մեջ խնդիրը հետեւյալն է, որևէ ծնող չի հետաքրքրում իր երեխաների մեծ մասը հիմնականում իրենց ժամանցը կամ ազատ ժամանակը անցկացնում են հեռախոսի մեջ։ Իսկ ծնողներն դա կոմպյուտերից չի հետաքրքրում, որ ավելի լավ է երեխան գնա որևէ խմբակի մասնակցի կամ որևէ այլ կրթական ծրագրի հավելյալ գիտելիքներ ստանա։ Փորձագետի կարծիքով կրթության հանդեպ հանրային վերաբերմունքը արժե համակարգային խնդիր է։ Իսկ Հայաստանի պայմաններում կրթված լինելը միշտ չէ, որ ընկալվում է որպես առաջնահերթություն, լայնորեն խրախուսվող արժեք ու հանրային պահանջ։ Փորձագետներն ընդգծում են երեխաների սպորտային, մշակութային կամ կրթական խմբակներում ներգրավվածության կարևորությունը։ Գիտությունը երկրի զարգացման կարևոր ուղղություններից է ու սա անվիճելի ճշմարտություն է։ Սակայն ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր այն հայտնվել է լուրջ մարտահրավերների առաջ։ Մասնագետների դիտարկմամբ Հայաստանում գիտնականների թիվը քիչ է, իսկ փորձառու կադրերի հեռացումը էլ ավելի է նկատելի դարձնում բացը։ Պատճառները ըստ փորձագետների տարբեր են՝ սահմանափակ ֆինանսավորում, ոչ մրցունակ աշխատավարձեր եւ արտերկրում ավելի բարենպաստ պայմանների առկայություն։ Մասնագետները ընդգծում են, ոլորտում ֆինանսավորումն է քիչ։ Կազմում է հնայի ամբողջ 33-36 ամենաշատը եղել է։ Իսկ այնպիսի երկրներ, որտեղ գիտնականները վազելով գնում են, գիտության ֆինանսավորումը կազմում է մինչև հնայի 7%, օրինակ Իսրայել կամ Հարավային Կորեա։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ հնայի 1%-ի, որի շուրջ 0.75%-ը նախատեսվում է հատկացնել պետության, 0.25%-ը մասնավորի միջոցների հաշվին։ Մասնագետների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ գիտական ներուժի պահպանման համար Հայաստանը պետք է ունենա առնվազն 7500 գիտնական։ 1 միլիոն բնակչություն հասնում է 1400 գիտնական Հայաստան։ Նույն թիվը Ադրբեջանում 1680 է, Վրաստան 1750 թե 1760 է, Թուրքիան մոտավորապես 3000 է, Ռուսաստանը 3000-ից մի քիչ ավել է, Միացյալ Նահանգներում 4000-ից ավել է, Հյուսիսային Եվրոպայի երկրները գիտնականների թիվը հասնում է մինչև 8000-ի։
Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում գիտնականների թիվն ավելի մեծ էր, ասում են փորձագետները նրանց պատմամբ, այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի առաջատար տասնյակում էր։ Ըստ մասնագետների հատկապես մտահոգիչ է փորձառու գիտնականների հեռանալը երկրից։ Տարիների ընթացքում ամբարած գիտելիքն ու կուտակված փորձը դժվար է կարճ ժամանակում փոխանցել նոր սերնդին։ Ամենակարևորը ես կարծում եմ ֆինանսական բաղադրիչն է, առաջինը, որ պետք է ապահովի միջազգային համագործակցության ծրագրերը մեր մոտ շատ թույլ են, կան որոշակի գիտահետազոտական կազմակերպություններ, բուհեր, որոնք իրենց ուժերով կարողանում են միջազգային համագործակցություն ծրագրեր իրականացնել, բայց դրանք այդքան էլ արդյունավետ չեն։ Ոլորտի խնդիրների լուծումը ըստ փորձագետների պահանջում է համալիր մոտեցում, ֆինանսավորման ավելացում, մրցունակ աշխատավարձեր, երիտասարդ գիտնականների համար զարգացման հստակ հնարավորություններ, ժամանակակից գիտահետազոտական միջավայր եւ այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա ոչ միայն պահպանել գործող մասնագետներին, այլև վերադարձնել գիտությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրությունը։ Ամառային արձակուրդները բոլորի, հատկապես երեխաների համար ակտիվ հանգստի շրջան են։ Բակերում, փողոցներում եւ այգիներում արձակուրդային փուլում նկատելիորեն ավելանում են հեծանվորդների թիվը։ Ազատ ժամանցին զուգահեռ, սակայն մեծանում են նաեւ անվտանգային ռիսկերը։ Երեխաները հաճախ հեծանիվ են վարում առանց սաղաբարտի, առանց ծնողների վերահսկողության, երբեմն էլ ավտոճանապարհին չափազանց մոտ։ Փորձագետները աչքի տակ ունենալով հարևան երկրների օրինակը ասում են, որ երկրում հասունացել է համապատասխան գոտիների առանձնացման անհրաժեշտությունը։ Ծրագրեր կան Երևան քաղաքի համար, որտեղ որ նախատեսված է 23 կիլոմետր հեծանվային գոտի երկկողմանի։ Այսինքն դրանով դու պաշտպանում ես այն մարդկանց, ովքեր ցանկանում են երթևեկել հեծանվով։ Որը կարծում եմ իշա բոլորիսա, որտեղ դա նպաստում է թե անվտանգ երթևեկությանը, թե բնապահպանությանը, թե նաև խցանումների դեմ պայքարի։ Փորձագետները վկայաբերում են անվտանգ համակարգային մոտեցումը, որը ենթադրում է ճանապարհային անվտանգության եւ տրանսպորտային պլանավորման գլոբալ ռազմավարություն, որի նպատակը մահացու կամ ծանր վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների լիակատար վերացումն է։ Մոտեցման ելակետում այս դիտարկումն է, մարդիկ թույլ են տալիս սխալներ, իսկ համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ այդ սխալները չհանգեցնեն մահվան կամ ծանր հաշմանդամության։ Մասնագետները կարևորում են ոչ միայն երեխաների կողմից դրսևորվելիք զգուշությունը, այլև վարորդների պատասխանատու վարքագիծը։ Պատրաստել այնպես վարորդ, այնպես հետիոտն, որը որ նախապես իմանա վտանգների մասին եւ կանխի դա, այդքան վարորդ, որը որ գիտի նշանները չբացակայեն, հեծանիվը եթե վարում են, ապա բնականաբար պաշտպանված լինեն։ Փորձագետները ցավով արձանագրում են, որ ճանապարհներին հաճախ կարելի է հանդիպել վարորդների, որոնք թեև շքեղ ավտոմեքենաներ են վարում, սակայն բավարար չափով չեն տիրապետում երթևեկության կանոններին։ Միևնույն ժամանակ կան նաև փորձառու եւ կարգապահ վարորդներ, որոնք ստիպված են շահագործել հնամաշ մեքենաներ։ Այս ամենին ավելանում են նաև ենթակառուցվածքային խնդիրները, որոնք եւս բացասաբար են ազդում ճանապարհային անվտանգության վրա։ Մինչև 14 տարեկանը երեխաները իրավունք չունեն հեծանիվը քշեն փողոցում։ 14-ից հետո հակառակն է, օրենքը ասում է, որ հեծանիվի համար, եթե չկան հեծանվողներ, պետք է քշեն ճանապարհի աջ եզրով։ Փորձագետների դիտարկմամբ քիչ չեն դեպքերը, երբ հեծանվորդները փողոցը հատում են թույլատրելի հատվածներով, սակայն առանց հեծանիվից իջնելու, ինչը երթևեկության կանոնների խախտում է։ Նրանց գնահատմամբ այս ուղղությամբ վերահսկողությունը բավարար չէ։ Մասնագետները նաև առաջարկում են ուսումնասիրել եվրոպական փորձը։ Շատ երկրներում, հատկապես վերելքներով ճանապարհահատվածներում ավտոբուսները համալրված են հեծանիվների տեղափոխման համար նախատեսված հատուկ հարմարանքներով։ Նրանց կարծիքով նման լուծումը որպես հեծանվային ենթակառուցվածքների զարգացման եւ կայուն տեղաշարժը խթանելու միջոց կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Հուլիսի 1-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Chevrolet-ն, վթարից հետո երկու մեքենայի վարորդներն ու ուղևորները իջել են փորձել ընդհանուր հայտարարի գալ։ Այդ ընթացքում Սատուրնը վրաերթի է ենթարկել Chevrolet-ի վարորդին ու ուղևորին։ 22-ամյա Ռոմելա Սարգսյանը տեղում մահացել է։ 1 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հուլիսի 1-ին Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին մեքենա է այրվել, կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Վաղշաբաթի շրջփրկարական ջոկատի փրկարարներն են մարել Opel Astra-ի առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Վարորդը տեղափոխվել է Վաղաշաբաթ բժշկական կենտրոն։ Իմ տեղեկություններով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց այս պահին։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Նույն օրը խոշոր հրդեհ է տեղի ունեցել նաև Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի բարեկամության փողոցում պահեստ է այրվել։ Նախկրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, հետո օպերատիվորեն ժամանած Արմավիրի մարզային փրկարարական վարչության 4 մարտական հաշվարկ։ Այրվել է մոտ 150 քառակուսի մետր ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։ Բավականին օպերատիվորեն ժամանել է Վահար Շապատ բժշկական կենտրոնի շտաբողության բժիշկների հետնապահումը, բարեբախտաբար բժշկի կարիք չի զգացվել, բայց ասում էին, որ շտաբողության բժիշկները 1.5 ժամ մոտավորապես հերթապահություն են իրականացնում։ Հուլիսի 1-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել է Նեդիկի գազ 53 բեռնատարն ու Հայկի մանկը Ցորթիչով բեռնատարը։ Մեքենաները դաշտում են հայտնվել գազ 53-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն։ Իսկ Կոտայքի մարզում բախվել են 43-ամյա Նվերի վարած Հովո ինքնաթափը եւ 56-ամյա Աշոտի վարած Հովո մագնիշի բետոնախառնիչը։ Վերջինը բախվել է Ճամփեձրի քարերին գողաշրջվել։ Փրկարար Տերայության Երևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, ճանապարհը լվացել։